Իսկ դուք գիտեք, որ Բերմուդյան եռանկյունուց բացի կա նաև Բենինգթոնի եռանկյունի։ Այս խորհրդավոր վայրում 1920-ից 1950 թվականները 30 տարի շարունակ կորել է առնվազն 40 մարդ։ Մարդիկ անհետացել են նաև սեփական մեքենաներից։ Մեքենաները հայտնաբերվել են դատարկ, շրջված կամ ծառերի մեջ մխրճված այնպիսի դիրքում, կարծես վարորդը հանկարծակիորեն լքել է այն։ Անհետ կորածներից է երիտասարդ կին Ֆրիդա Լենգերը, ով միակն է, ում դին հայտնաբերել են։ 1950 թվականի հոկտեմբերի 28-ին Ֆրիդան և իր եղբայր Օլիվերը Գլեստենբերի բլուրի մոտակայքում զբոսանքի են դուրս եկել։ Ֆրիդան ցանկացել է ճանապարհի կողքին գտնվող ծառի տակ հանգստանալ։ Նրա եղբայրը ծառից մի քանի մետր հեռու է գնացել, իսկ երբ վերադարձել է, նկատել է, որ քույրն անհետացել է։ Քույրը չէր կարող հեռանալ, քանի որ եղբայրը ընդամենը մի քանի վայրկյան է շեղել ուշադրությունը։ 7 ամիս անց կորածի դին հայտնվեց այն նույն վայրում, որտեղից որ անհետացել էր։ Ֆրիդան այն նույն հագուստով էր, որը կրում էր չարապաստիկ օրը։ Աղջկա մարմինը գտել է հայրը, որն ամեն օր այցելում էր այդ վայր։ Փորձաքննություն է իրականացվել, սակայն մահվան պատճառներն այդպես էլ չեն հայտնաբերվել։